Իշխող հանրապետականը դաշնակցության հետ միասին երեկուշ երեկոյան ընդունեց ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ իրականացված եւ վերջին շրջանում արձանագրված բռնությունները դատապարտող հայտարարություն։ Ուշագրավ է, որ թեև մի կողմից հանրապետականը դատապարտում էր, սակայն մյուս կողմից այդ հայտարարությանը կողմ քվեարկած իշխող կուսակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը խորհրդարանի ամբիոնից արդարացնում էր Արամ Մանուկյանին ապտակելու արարքը։ Բայց նույն մեր ընկեր Արամ Մանուկյանն ամբողջ աշխարհ ժողովուրդ մի ցելի ժողովրդի դեմ կարա դնի հանրապետության նախագահին քֆուր տա։ Այ մենք հիմա մեր բոլորի սխալն է, որ մեր մեջ այդքան տղամարդկություն չկար, ելինք մի չափալախ մենքտինք, ասենք այ դու քանի գլուխ ունես, այ Արամ, որ հանրապետության նախագահին կանա ժողովրդը մեր ես քրվում։ Հիմա էլ մի հատ ապտակ կերես մրթիդ սաղաշխային անես ոդի։ Բայց այդ որ քֆուրի տալի, չեր մտածում որ կարող մի հատ տղել կա, մի օր տա բերնիտ մեջ։ Հենց որ քֆուր տալու համար։ Դու կուլտուրական մարդ Լեսու շմայսի քրվեն ջայնը, բատուր ես քրվում արա։ Հելում ես տոս սրամ մերեմ նրան բեն, այդ տղա, դու ես գործնաս խալքի մորերի հետ։ Թեև ընդունված հայտարարության մեջ իշխող ուժը դատապարտում է նաև պաշտոնյաների, թերևս ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի ականջներ կտրելու մասին հայտարարությունը Սեյրան Սարոյանը ամբիոնից արդարացնում էր նաև Երանոսյանի այդ սպառնալիքները։ Ինչա, բա ներքին զորքերի հրամանատարը ձեր կարծիքով ինչա, բդի դեմը նախագահին քրվեն, էնել կողից հրատանը իշուտեղ ջլսի անսեցա։ Այդպես ներքին զորքերի հրամանատար կլինի։ Դերան խաբար չեն զամ ջրի ավտո ունի, դուբինկա ունի, լա շանսը ծատալու, ինչ օիներ ունի խաղալու։ Նշենք, որ թեև ոչ իշխանական ուժերը ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունն ու ՕԵԿ-ը ներկա են երեկ մինչև ուշ գիշեր ընթացող արտահերթ նիստին, սակայն նրանք չմասնակցեցին հանրապետականի եւ դաշնակցության դատապարտող հայտարարության քվեարկությանը։ Միակ դեմ քվեարկած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, ինքը չի կարող միանալ այն ուժի հայտարարությանը, ով կանգնած է թե Արամ Մանուկյանի դեմ իրականացված բռնության եւ թե բազմաթիվ այլ բռնությունների ետևում։ Ասվածը հիմնավորելու համար Փաշինյանը հետեւյալ օրինակը բերեց. այն անձը, ով հարձակվել է Արամ Մանուկյանի վրա, խոսուն քրեական անցյալ ունի, բայց երբեք պատիժ չի կրել։ Մաքսանենգության հոդվածով մարդու դեմ քրեական գործ հարուցվել, մի օր կալանքի տակ չի անցկացրել, մի օր։ Ու դատապարտվել է 3 տարի ազատազրկման, մի օր չի նստի, ազատ է արձակվել համաներմամբ։ Սենց բան կարա տեղի ունենա միայն իշխանության բարձրագույն հովանավորություն ունեցող մարդու հետ։ Եկեք գնանք Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ։ Խանութից մի հատ տվառոք գողացողը տարիներով կալանքի տակ է։ Փաշինյանն իր ելույթում նաև ընդգծեց իշխանությունը իդեմս Սերժ Սարգսյանի իր շարքերում եւ անգամ խորհրդարանում պահում է այնպիսի դեմքերի, ովքեր անհրաժեշտության դեպքում պետք է գործեն ոչ միայն ընդդիմադիրների, այլև սեփական կուսակիցների դեմ, ովքեր մի օր կփորձեն դեմ գնալ իշխանություններին։ Արամ Մանուկյանին պատժեզդում հարցակվում ծեծում է։ Բայց հանրապետական խմբակցության մի անդամ մեկը մի բան չանի, պատժեզներում կգյուլնեն ու դուք դա բոլորդ գիտեք։ Ոչ մեկը ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մեհերյանից լավ տղա չլինի։ Ուշագրավ է, որ Փաշինյանն իր ելույթում չշրջանցեց նաև խորհրդարանի այլ քաղաքական ուժերին, թեև կոնկրետ անուններ չհնչեցրեց։ Եվ հանուն արդարության մի բան եմ ասում, այստեղ քաղաքական ուժեր կան, որոնց ներկայացուցիչները տարիներ շարունակ տասնյակ մարդկանց սամասուդ են արել պատժեզներում, կաֆեներում, ասենք ինչ որ բառ սխալ ասելու, ինչ որ մեկի մականունը արտասանելու համար, սամասուդ են արել։ Ու իմ այդ մարդիկ ասում են, վայ, ոնց կարելի է Երանոսյանը այդ ինչ ասել, այդ ինչ ասել։ Այդ դուք նույնն եք արել սկզբունքորեն։ Ես նաև այդ մարդկանց հետ չեմ կարող ընդդեմ բռնության հայտարարություն ընդունել։ Նշենք, որ այսօր Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից լրագրողները փորձեցին պարզել, թե ինչի հասան իշխող հանրապետականի հետ համատեղ դատապարտող հայտարարությամբ, երբ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը կրկին շարունակում է սպառնալից հայտարարություններ անել։ Նշենք, որ երեկ Երանոսյանը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում կրկին սպառնացել է, մեջբերում եմ, ես իմ խոսքը պնդում եմ, եթե որևէ մեկը կա այդքան տղա իմ ներկայությամբ փորձի գերագույն հրամանատարի հասցեին որևիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ կհասնի իր երեխեքին թե չէ, մեջբերման ավարտը։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանն այսօր հետևյալ կերպ հակադարձեց ոստիկանության զորքերի հրամանատարի այս հայտարարությանը։ Այդ հայտարարությունով հասանք նրան, որ եթե Երանոսյանը չի հասկացել, թե ազգային ժողովը ինչ դեր ունի այս երկրում եւ չի կարելի ազգային ժողովին հակադրվել, ուրեմն իսկապես եթե ինքը որոշել է գլուխ ջարդել, իր գլուխը պատվաճառել։
Անդրադառնալով Սեյրան Սարոյանի 3 խորհրդարանի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, ով արդարացնում էր Արամ Մանուկյանի դեմ բռնությունները, քանի որ վերջինս հայոյել էր երկրի ղեկավարին, Արմեն Ռուստամյանն ասաց, թե պետք է հասկանալ, մայր հայոյելը այս ժողովրդի համար ամենամեծ վիրավորանքն է։ Չի կարելի հայհոյանքներ տեղալ եւ մտածել, որ դա կմնա անպատասխան։ Ես կարծում եմ, որ մենք հասկանանք, որ այս ժողովրդի մենտալիտետը այդպիսին է։ Հավելենք, որ Արմեն Ռուստամյանը հերքեց տեղեկություններն այն մասին, թե առաջիկայում Դաշնակցությունը կարող է Հանրապետականի հետ կոալիցիա կազմել, իսկ դաշնակցական Արա Նռանյանն էլ փոխնախարարի պաշտոն ստանալ։